Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանն է եւ այսօր մեր հերթական քննարկումն է ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մենք սովորաբար ամփոփում ենք անցած շաբաթվա իրադարձությունները, անցնող շաբաթվա եւ ես դուրս եմ բերել մի քանի թեմաներ այսօրվա քննարկման համար, որից առաջին ընտրությունների յետընտրական այդ process-ն է, վերահաշվարկները, չեղարկումները եւ պետք է մենք արձանագրենք, որ վերջին, եթե չեմ սխալվում, 15 տարվա մեջ, երբ արդեն այդ էլեկտրոնային համակարգերը մտցվել էին ընտրությունների ժամանակ, մենք այդպես էլ չենք հասել մի պարզ հասարակ տարբերակի, որ ընտրությունների արդյունքները, այդ հաշվարկման process-ները մի հատ հասարակ սկաներով անցկացնել եւ ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով լուծված չէ այդ խնդիրը եւ հիմա մենք տեսնում ենք, որ ասենք ընտրական հանձնաժողովները տեղերում այլ թվեր են ունեցել եւ այլ թվեր են գրանցված կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ձեր կարծիքը սա ինչի հետևանք է եւ արդյոք զուտ մեխանիկական տեխնիկական սխալներ են, թե այստեղ կան ընդգծված միտումներ։ Տեսեք, ես ստիպված պետքա կրկնվեմ, ես գիտեմ, որ հաճախ երբ որ նույն բանը պարբերաբար ասում ես, մարդկանց դա որոշակիորեն նյարդայնացնում, հա, բայց ես ստիպված պետքա կրկնվեմ, որովհետև դա է բացատրությունն է, այլ բացատրություն պարզապես չկա։ Ուրեմն 35 տարի Հայաստանը տիրող հակահայ իշխանական համակարգը չի կարող փոխվել ընտրություն կոչվող միջոցառման միջոցով, որովհետև այդ իշխանական համակարգը վերահսկում է ընտրության բոլոր փուլերը, բոլոր մանրամասներով նա վերահսկում է եւ արդյունքում կան գործիքներ, դրա մեջ է նաեւ այն ինչ որ դուք ասացիք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պետք է ապահովի ընտրությունների նախապես միջընտրական արդեն որոշված բաշխումը ուժերի։ Պետք է ապահովի այսպես թե այնպես։ Հիմա ես որևէ կերպ չեմ ուզում ասեմ ձեր հարցին ուղիղ պատասխանեմ։ Գիտակցաբար, ոչ գիտակցաբար, տեխնիկական սխալ է, թե միտումնավոր մարդու սխալ է, որտեղ ասում են մուտքագրողը սխալվել է։ Հիմա ինչ է սխալվել։ Միտեղ 0-ա ինքը ավելացրել է պայմանական +100, միտեղ +100-ը գրելա 0։ Հիմա դա տեխնիկական սխալ է, միտումի սխալ է, ես այդ ուղիղ պատասխանը դրա չեմ կարող ասել, բայց ուղիղ պատասխանում եմ, որ պետք է ապահովի իշխանական համակարգի վերարտադրությունը ըստ նախապես որոշված բաշխման եւ ըստ նախապես որոշված բաշխումը ըստ ուժերի որոշվում է դրսից, որովհետեւ Հայաստանը գտնվում է դրսի կառավարման ներքո։ Դրսի տարբեր ուժեր կան, առաջ միայն Ռուսաստանն էր, դա մետրոպոլիա որպես այսօր այդ ուժերը շատացել են։ Դա ԱՄՆ-ն է, դա Թուրքիան է, Ադրբեջանն է, Ռուսաստանն է, Եվրամիությունն է եւ ընդհատում եմ ձեզ։ Ես խոսում եմ շատ պարզ խնդիրների մասին։ Հայաստանում ներդրված են այդ սարքեր, որով մատնահետք է տալիս եւ թույլ են տալիս ընտրությունների։ Համաձայն չեք։ Ես ասում եմ, որ այդ ինչ որ դուք ասում եք, այո, դա սարքեր են մուտքագրված, դա դրա հմուտ եւ նորմալ աշխատանքը ոնց որ թե ըստ տրամաբանության, ըստ տեխնոլոգիական գործող մակարդակի պետք է լինի, բայց չի լինում։ Հիմա դուք հարց եք տալիս, իսկ ինչի չի լինում։ Հա, դուք մի անգամից գնում եք այն տակից եւ ասում եք, դե որովհետեւ չպիտի լինի։ Այո, արդեն եւ հարցը լուծում է, բայց մնացածը տեխնիկական իմաստով, Տիգրան ջան, ես նորից եմ կրկնվում։ Տեխնիկական իմաստով, թե այդ հարցը ինչ գործիքներով կլուծեն, այն ինչ որ արդեն որոշված է պետքա լուծվի։ Դա իմ համար կոնկրետ այդքան կարևոր չի, որովհետև վերահսկումը լինում է այնպես ինչպես որ ասեցի։ Տոտալ վերահսկում։ Հիմա եթե ձեր պատասխանը ինձ չի բավարարում։ Դե բայց ինչ անեմ։ Չի նյարդայնացնում, այլ չի բավարարում, որովհետև դուք ցանկացած բանի մեջ, ցանկացած, ասենք, երևույթ ուսումնասիրելուց, եթե ասեք դա Աստծո կամքն է, հարցը դրանով փակվում է։ Հասկանում եք, դուք մանրամասնությունների մեջ մտեք։ Դե հիմա ներդրել են համակարգ, ինչ են ներդրել այդ ասեմ ինչ են ներդրել, որովհետև
շատ կարևոր է եւ դա Նիկոլ Փաշինյանական իշխանության վարչակարգի վերջին 8 տարվա հիմնական առավելություններից մեկն էր, շատ կարևոր է, որ ընտրվող իշխանական վարչակարգը դիտարկվի լեգիտիմ։ Դա շատ կարևոր է, այսինքն լեգիտիմության որոշակի տպավորություն անպայման պետք է ապահովել։ Հիմա այդ գործիքները ներդնում են, որպեսզի այդ գործիքները ցույց տան, որ ընտրությունները ընթանում են արդար, թափանցիկ եւ լեգիտիմ են։ Այն պարագաներում, երբ որ ներիշխանական պայքարը նվազագույնն է, ներիշխանական համակարգի մեջ պայքարը նվազագույնն է, այսինքն պայմանական իշխանական վարչակարգ եւ պայմանական ընդդիմություն, դա այդ գործիքները գործում են։ Եվ դրա համար 18 թվականի ընտրությունները, 21 թվականի ընտրությունները, որտեղ իշխանական համակարգի Նիկոլ Փաշինյանական վարչակարգը ուներ գերակշիռ առավելություն, այդպես դեպքեր չեն լինում, չէ՞։ Եվ այդպես դժգոհություններ չկային, չէ՞։ Հիմա երբ որ այդ իրավիճակը որոշակիորեն փոխվել է այն բանի հաշվին, որ ռուսական կողմի ուժերը Ռուսական կողմը ներկայացնող ուժերը շատ մեծ կոնսոլիդացիա ունեցան, շատ մեծ։ Մինչև այսօր այդպիսի բան չէր եղել։ Եվ շատ մեծ ռեսուրս օգտագործեցին, այդ թվում ֆինանսական։ Նիկոլ Փաշինյանական առավելությունը հաշվի առնելով նաև այն բաց թողումները տեսանելի, որ Նիկոլ Փաշինյանը ունեցել էր այս ընթացքում Արցախի հայաթափումից սկսած, նվազել էր։ Եվ այստեղ արդեն այդ գործիքները սկսում են աշխատել։ Հիմա ես հարց եմ ձեզ տալիս։ Ձեր կարծիքով վերջին, չգիտեմ, 8 տարվա ընթացքում այնպիսի դեպքեր, ինչպիսին եղել են այն 3 ընտրատեղամասում, որտեղ արդյունքները չեղարկվել են։ Այդպիսի դեպքեր չեն եղել ընդհանրապես։ Ես կարծում եմ անպայման եղել են, բայց չեն չեղարկվել, չէ՞։ Որովհետև դրա անհրաժեշտությունը չկար։ Իսկ հիմա կա դրա անհրաժեշտությունը, չեղարկվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանին առնվազն, եթե ոչ սահմանադրական մեծամասնություն, այլ առնվազն 3/5 է պետք, եւ 3/5 ստանալու համար մանդատների 3/5 ստանալու համար ԲՀԿ-ն պիտի չանթաբան չանի, չստանա իր մանդատները։ Եվ արդյունքում չեղարկվում է 3 տեղ, որից 2-ում թիրախային ԲՀԿ-ի մանդատների նվազում կա։ Ինչ է նշանակում չեղարկվում է։ Եկեք մի հատ դա շատ լավ հարց եք տալիս։ Եկեք հասկանանք ինչ է նշանակում չեղարկումը։ Հիմա ես խոսեցի լեգիտիմությունից, չէ՞, որը Նիկոլ Փաշինյանի ես 8 տարվա եղած իշխանության հիմնական առավելություններից մեկն էր։ Համատած այսպես կոչված միջև այդ եղած իշխանական վարչակարգերի հետ։ Չեղարկումը նշանակում է մի բան, չեղարկվում է եւ հաշվարկից դուրս է գալիս, դա մի տարբերակ է, բայց կա մյուս տարբերակը, երբ որ չեղարկվում է եւ այդ չեղարկման արդյունքում ընդհանուր պատկերը էապես փոխվում է, ապա ըստ եւ ինչքան ես հասկանում եմ իրավական օրենսդրական նորմերի եւ ըստ տրամաբանության պետք է վերընտրություն լինի այդ մի վարքան ես իմ եւ մեր հերոստադիտողների ուրեմն անունից ուզում եմ մի քանի պարզաբանող հարց տամ, որպեսզի ամեն ինչ պարզվի։ Այդ տեղամասերից մեկում, եթե ես չեմ սխալվում, մոտ 200 ձայն, թե ավել չէր հաշվարկված ԲՀԿ-ի օգտին եւ վերահաշվարկը ցույց տվեց, որ ասենք այնտեղ պիտի 200 ձայն ավելանա, ճիշտ է թե չէ։ Ես հիմա այդտենց մանրամասներ, որտեղ 200 ձայն, որտեղ 150 ձայն, ես այդ մանրամասները չեմ կարող հիմա ասել, որ եթե վերահաշվարկից հետո չեղարկվեին այդ տեղամասի ընտրությունները, պիտի ստացվեր, որ այդ ձայները ավելանալու են ԲՀԿ-ն եւ նա անցներ։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ, եկեք մի բանա վերահաշվարկը ընդհանուր, որը կատարվեց, կատարվում է եւ ոնց որ ավարտվեց այսօր թե երեկ։ Դա ընդհանուր վերահաշվարկն է բազմաթիվ տեղամասերում։ Մի այլ բան է, որ ոչ թե վերահաշվարկ կատարվեց, այլ չեղարկվեց տեղամասային արդյունքները։ Դա տարբեր բաներ են։ 3 տեղամասում արդյունքները ոչ թե վերահաշվարկվեցին։ Ինչու չեղարկվեցին։ Չեղարկվեցին, որովհետեւ այդտեղ եղել են խախտումներ։ Ըստ ԿՀ-ի։ Եղել են այնպիսի խախտումներ, որ արդյունքները պետքա չեղարկվեն։ Օրինակ, մեկում համար 18-ը եթե ԱԺԲ-ի
քարտերը այսպես ասած ԱԺԲ-ի այդ փաթեթը չի եղել։ Այսինքն եթե մարդը ուզել է գնա ԱԺԲ-ը չի կարողացել, որտեղ փաթեթը չի եղել, պետքա չեղարկվի, հա։ Մյուս տեղում զինվորականությունը գնացել եւ ընտրել 150 հոգի թե 200 հոգի չգիտեմ։ Արդեն այն ժամանակ, երբ որ ժամանակը ավարտվել էր ընտրությունների, ժամը 8-ից հետո, պետքա չեղարկվի, հա։ Մի այլ տեղում առանձնահատուկ պատճառները ոնց որ թե չնշվեց, բայց նշվեց հետեւյալը, որ եղել են կոպիտ խախտումներ, գործը տրված է դատախազություն։ Ասես ԿՀ-ի նախագահ, պետքա չեղարկվեր, այսինքն այն կարգի խախտումներ են եղել, որ քրեական պատասխանատվության խնդիր ա եղել, պետքա գործը արդյունքները չեղարկվեր։ Արդյունքում այն ընդհանուր վերահաշվարկը դնենք մի կողմ, հա։ Արդյունքում տեղի ձայների կորստի հետևանք որպես ԲՀԿ-ի ձայները չեն բավարարում, որ նա իր 4%-ը հատի։ Հիմա ինչա դա նշանակում ընդհանուր առմամբ։ Դա նշանակում է, որ Նիկոլ, եթե տենց մնում է, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանական ուժը ունենում է խորհրդանում 3/5։ Հիմա, բայց դա նշանակում է նաև, որ ընդհանուր արդյունքի վրա անմիջական ազդեցություն կա, չէ՞։ Եվ եթե անմիջական ազդեցություն կա, ենթադրաբար պետք է վերընտրություն լինի այդ 3 տեղամասերում, ոչ թե ընդհանուր, այլ այդ 3 տեղամասերում։ Հիմա ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ունի 2 ընտրանք այս պահին։ Նա կարող է վերընտրության այդ 3 տեղամասում չգնա եւ 3/5 ստանա, բայց այդ դեպքում լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանում, որի վրա խփելու են եւ ճնշում կա եւ այդ լեգիտիմության պակասը ազդելու է իր իշխանության, դա ինչքան կտևի հերթական 5 տարի, հերթական մի տարի, դա այդքան էական չի, անմիջական խարանա լինելու, որ ինքը ոչ լեգիտիմ իշխանություն է, այսինքն այն գործիքը, որ ինքը միշտ ունեցել է որպես հիմնական գործիք, որ ինքը ամեն անգամ ասել է, ես ժողովրդին եմ ներկայացնում, ես ժողովրդի ձայնն եմ, SMN եմ, դրա համար իմ ամբողջ արածած ժողովրդի կամքն է, այդ գործիքը չի կարողանալու օգտագործել։ Առավել ես, որ ընդհանուր քվեն իր մոտ 50-ից ավել չի։ 49 ու եսի ինչ։ Այսինքն նա չի կարողանալու այդ գործիքը օգտագործել։ Հիմա, այսինքն եթե ինքը այսպես թողում է եւ արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը հայտարարում է որպես վերջնական, նա լեգիտիմացիան լուրջ խնդիր է ունենում եւ եթե անգամ ենթենք ռուսները ասում են, այ դուք կհայտարարեք, ըստ դրա մենք բան կանենք, կորոշենք, շնորհավորենք թե չէ, դա իհարկե խաղարկում է, հիմա մի քիչ հետո մենք դան կարծում եմ կանոնադառնանք, բայց այնուամենայնիվ շեշտադրումը դա է, ռուսական անդիմության այդ 3 ուժերը շեշտադրումը դա է, որ լեգիտիմություն չունի այս իշխանությունը, եթե անգամ ինքը բան անի, այդ 3/5-ը պահպանի, եւ արևմուտքներ այսօր Նիկոլ Փաշինյանին աջակցելով հանդերձ, այդ գործիքը պահելու է, որովհետեւ դիտորդները դրա մասին խոսել են։ Նմանատիպ, այսինքն այդ գործիքը լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր համար լինելու է շատ խարխուլ։ Մյուս տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը կարա անի, նա այդ 3 ընտրատեղամասում, ոչ թե ընդհանուր, այլ այդ 3 ընտրատեղամասում հաշվի առնելով, որ այո, ազդեցություն է ունեցել վերջնարդյունքի վրա, այո, տրամաբանությունը եւ իրավական տրամաբանությունը դա է ասում, անի վերընտրություն։ Եվ վերընտրություն անի տոտալ վերահսկողության ներքո։ Այն նույն վարչական ռեսուրսի տոտալ վերահսկողության ներքո, որը օգտագործվել է ընդհանուր ընտրությունների ժամանակ։ Եվ խանգարի, այսպես կոչված ռուսական կամ ռեսուրսային ընդունությանը իր հիմնական գործիքը, այսինքն ֆինանսական ռեսուրսը օգտագործել։ 3 ընտրատեղամասում դա կարծում եմ հնարավոր է։ Եվ այդ պարագայում կարող է ստանալ բացարձակ այլ արդյունքներ իր համար դրական եւ միանգամից լեգիտիմության խնդիր կլուծի, ասի դե ինչ եք ուզում։ Տեսակ, ես գնացի եւ էս էլ իմ լեգիտիմությունը։ Եվ իր իշխանության այդ խոցելիությունը էապես կնվազի։ Հարց Այդ որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը կարող է այսպես ուզել, կարող է այնպես ուզել, միթե այդ մասին ընտրական օրենսգրքում առանձնահատուկ կետ չկա, թե ինչպես պիտի վարվել նման դեպքում։ Ընտրական օրենսգրքում կա առանձնահատուկ կետ, այն ինչ որ ես ասեցի, եթե խախտումները էական ազդեցություն են ունենում վերջնարդյունքի վրա։ Հիմա
դա էական ավիաշնարհարցունքը թե չէ, հիմա դուք ասեք դա կորոշի սահմանադրական դատարանը, դա կորոշի կան բողոքներն չէ եղել արդեն, ընդանենք այդ ուժերից մեկը դիմելա ԿՀ ընդհանուր չէ մարդ կարող է ասել, եթե տվյալ ուժը կամ անցնում է կամ չի անցնում, դա շատ էական է, այդ ուժի համար։ Դե այդ ուժի չէ ընդհանուր արդյունքի համար, որտեվ ըստ դրա նաև մնացած վերաբաշխումն է, չէ՞ խորհրդանում փոխվում է, չէ՞։ Այսինքն բայց դա մեկնաբանության որն է դիմում են ԿՀ-ին, հետո սահմանադրական դատարան եւ քանի անգամ սահմանադրական դատարանը կամ ԿՀ-ն նենց որոշումներ ընդունել, որը իշխող վարչակարգին քինքին հաճո չի։ Մեկ անգամ։ Այն որ իբր թե պետքա հանրակրվե անեն, այն էլ չարեցին, հիշում եք։ Այո։ Այն էլ չարվեց, այսինքն ոչ մի անգամ փաստացի։ Որտեղ չարվեց։ Որոշումը կայացված։ կայացված, բայց չիրականացվեց։ Փաստացի ոչ մի անգամ, այսինքն նորից գալիս ենք այն իմ սկզբնական թեզին, որը ինչքան էլ Տիգրան ջան համաձայն ունեք կամ նյարդայնանաք, ընտրություններով գործող իշխանական համակարգի պարագայում բան արմատական փոփոխություն հնարավոր չի։ Բայց ես երկու սցենար նկարագրեցի, մի սցենարում Նիկոլ Փաշինյանը անհանգստանալով, որ չի կարողանալու այնուամենայնիվ այդ 3 տարածքում վերահսկողություն ունենա, չի գնալու վերընտրությունների այդ 3 տեղամասի մասին է խոսքը։ Մյուս դեպքում գնալով որոշակի ռիսկի, բայց վստահ լինելով, որ վարչական ռեսուրսով կարողանալով վերահսկի եւ այլ պատկեր կարողաստանա այդ 3 տեղամասում ընտրություններում, քան եղել է միջ այդ, եւ այդ զինվորականներն կգան ժամանակին ընտրությունը կանեն իրենց կգնա դրան եւ երկրորդ պարագայում նա լեգիտիմության խնդիրը մասնակիորեն իր իշխանության լեգիտիմության խնդիրը կլուծի։ Շատ լավ, մենք ուղղակի դիմեցինք դուք ձեզ հետ չեմ ուզում այդ հարցը քննարկել, բայց ընտրությունների տեխնիկական ուրեմն սարքերի գործադրումը պետք է բերեր նրան, որ մարդկային ֆակտորը այդ ընտրությունների մեջից նվազեր։ Հիմա մենք արել ենք մի հատ համակարգ, որտեղ մատնահետքերով մարդիկ անպայման անցնում են ստուգում, նոր են անցնում, բայց այդ համակարգը չենք կապել ամբողջ հանրապետությունով իրար հետ, որպեսզի եթե մի անգամ այդ մատնահետքը նշվեց, այն մյուս տեղը համակարգը ասեր, որ դուք այն մյուս տեղը նշել եք։ Եվ կան բազմաթիվ այդպիսի բաներ, որովհետև ես ինչի համար եմ ասում, մենք բազմիցս անդրադարձել ենք մեր այս երկար տարիների ընթացքում ընտրությունների հարցերին, առաջարկություններ ենք արել, քննարկել ենք տարբեր հնարավորություններ այդ մարդկային ֆակտորի իջեցման, բայց ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 15 տարվա մեջ այդ համակարգը, որ ինչ որ հրաշքով այն ժամանակ հնարավոր եղավ ներդնել, որևէ զարգացում, որևէ բան չի արել, կապված նաև մեր ներկա տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների հետ։ Խնդիրը կամքի բացակայությունն է։ Ոչ, Տիգրան ջան, ոչ։ Խնդիրը կամքի բացակայությունը չի, խնդիրը տեխնիկական չի, որովհետև տեխնիկական այդ խնդիրները կարելի է լուծել ըստիս։ Խնդիրը իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը պահպանելն է։ Մարդու գործոնը, որ եթե ընդհանրապես վերանա, եւ այսպես կոչված կիբեր գործիքները չօգտագործեն, որտեղ մարդու գործոնը վերանում է, բայց կիբեր գործիքներ են օգտագործում եւ ելի ընտրությունների արդյունքները կարելի է խախտել։ Ոնց որ աշխարհի տարբեր տեղերում դա մենակ Հայաստանին չի վերաբերվում։ Կիբերանվտանգության խնդիր կա նույն ԱՄՆ-ում ընտրությունների վրա տեղավ եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը կա Ռուսաստանի ազդեցությունը նույն Եվրոմիության երկրների, այսպես ասած, ընտրությունների ժամանակ։ Այսինքն մարդու գործոնը եթե անգամ համարյա զրոյացվում են, ընդհանուր առմամբ չի կարող զրոյացվի եւ վերջ, համարյա զրոյացվում, միևնույնն է, կան այլ գործիքներ ընտրությունների արդյունքների վրա ազդելու։ Հիմա հայկական տեխնոլոգիական դաշտը ընտրությունները վերահսկելու կարող է այնքան զորեղ չի, որ կիբեր գործիքներով անեն արդեն։ Մարդու գործոնը դեռևս պահպանվում, մյուս ընտրությունների ժամանակ կարող է մարդու գործոնը զրոյացվի արդեն կիբեր գործիքներով անեն, բայց հարցը այլ է։ Հարցը այն չի, որ թափանցիկ եւ ազատ ընտրություններ են ուզում անել եւ տեխնիկապես չեն կարող։ Հարցը հետեւյալն է, որ ընտրությունները Հայաստանում օտարի իշխանության պարագայում ընտրությունների միջոցով չի կարելի օտարի իշխանություն թոթափել, որովհետեւ այդ ընտրությունները կառավարվում է օտարի իշխանության ուժերի կողմից եւ այդքանը։ Եվ այստեղ նորից պետքա գամ
նույն իմ, այսպես ասած, բազմաթիվ անգամ նշված ձևին։ Ձևը ազգային ազատագրական պայքարն է։ Հիմա բայց ես ուզում եմ այլ բաների անդրադառնամ, որովհետև դա այս փուլում կարծում եմ կարևոր է։ Որովհետև այդ տեխնիկականի վրա շատ ենք ծանրանում։ Ես չեմ ուզում ծանրանալ, ոնց որ դուք չեք ուզում։ Դուք այլ բան, որոնք ավելի դրա վրա են բան ծանրանում, ասելով որ եթե տեխնիկական լուծենք, մենք իշխանության փոփոխություն կունենանք, այդ կեղծ թեզի կրողների հետ կարող է դա քննարկել, իմ հետ ոչ։ Ես որտեղ կարծում եմ դա այդքան էական չի էլի։ Հիմա այլ բանը հետեւյալն է, ինչ անելու, այսպես ասած, տիտղոսային ընդդիմությունը։ Ռուսական ուժը ներկայացնող ընդդիմությունը։ Ինչ անելու։ Այդտեղ էլ կա մի քանի սցենար։ Եվ սցենար 1 ԲՀԿ-ի հետ կապված հարցի լուծումը, հա, այսինքն այդ ուժերը երկուսն են, թե երեքն են, բայց ԲՀԿ-ի մուտքը կամ չմտնելը, հա, տարբեր արդեն նկարագրած սցենարների պարագայում մեծ ազդեցություն կունենա, ասեցի արդեն, մի հիմնական մի բանի վրա Նիկոլ Փաշինյանի ուժի 3-5-րդ ունենալ կամ չունենալու վրա։ Դա հիմնական խնդիրն է, հիմնական կռվանն է այս բանը։ Ոչ թե երրորդ ուժ լինի, թե չլինի, 4 կամ 5 պատգամավոր, այլ այնտեղ 3-5-րդ կլինի, թե չէ։ Իսկ մյուս երկուսը, որոնք արդեն փաստացի ունեն մանդատների հնարավորություն։ Մյուս երկուսը ըստ տարբեր խոսակցությունների եւ Քոչանյանն է խոսում եւ Սամվել Կարապետյանն է խոսում, տպավորություն ես որևէ բան չասեմ, Քոչյանի համենայն դեպս խոսելիս տպավորությունը այն էր, որ պետքա եւ մանդատների եւ փողոցի պայքարը համադրել։ Այն ինչ որ ըստ իրեն կարել են 2001-ից 2006 թիվը, 2021-ից 2026 թիվը, դե տեսանք դրա արդյունքը ինչ էր։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։ Բայց ըստ Քոչյանի խոսույթի ոնց որ թե դա է, բայց ասում են վերջնական որոշում չեն ընդունել, այսինքն այնտեղ մանդատ վերցնել եւ պայքարի գնալ, թե մանդատ չվերցնել եւ պայքարի գնալ, այսինքն մանդատ չվերցնել, ստեղծել քաղաքական ճգնաժամ, ոչ թե խորհրդարանի աշխատանքների ճգնաժամ, որտեղ խորհրդարանը միևնույնն է աշխատելու է, եթե մեծամասնություն կա, ուրեմն կա։ Մյուս ուժը Սամվել Կարապետյանն է, նրանք ասում են, որ դեռևս այդքան հստակություն չկա, բայց նորից այնտեղ ըստ լուրերի էլի մանդատ վերցնելու բանը միտումը բավականաչափ ամուր է եւ այդ իրենց ուժի այդ անդամները, որոնք այդ կողմնակիցն են, դրա մասին խոսում են, նրանք գնացել են եւ ենթադրաբար Քոչյանն ու ԲՀԿ-ն դրանք կմիանան, գնացել են ԿՀ-ին են դիմում տվել, մյուս դիմումը պետք է տան սահմանադրական դատարան, այսինքն գնում են այն ճանապարհով, ինչի մասին մենք արդեն խոսեցինք, դա ծեծված ճանապարհ է եւ իմ կարծիքով ոչ միտեղ տանող։ Պետք է որոշեն, ստեղծում են քաղաքական ճգնաժամ, թե գնում են մանդատ վերցնելու, որը փաստացի նշանակում է Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմացում։ Ինչքան էլ իրանք ասեն, այդ իշխանությունը լեգիտիմ չի։ Եթե դու գնում ես մանդատը վերցնում ես, դու ճանաչում ես փաստացի ճանաչում ես ընտրությունների արդյունքը։ Եվ դա նշանակում է դու լեգիտիմացնում ես եղած իշխանությունը։ Հիմա դա պետք է որոշեն։ Այս պահին ինչքան ըստ լուրերի մանդատ վերցնելը եւ փողոցի պայքարով, այսինքն դա գիտենք դրա մասին, փողոցի պայքարով ներսում բան թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին, որ սա անի, նա անի, այդ ուղին է ոնց որ թե չեմ պնդում, ոնց որ թե գերակա, այս երկու օրվա մեջ դա կերևա եւ վաղը կենտրոնական Կիրակի օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերջնական որոշումն ասելու ըստ որոշման դա լինելու արդյունքներ, դա լինելու այդ վերընտրությունների այդ մի քանի տեղամասում որոշում կամ չորոշում եւ դա լինելու է պատասխան այդ ուժեղ Հայաստանի դիմումին կենտրոնական ընտրական հանձնաժողով չեղարկել ամբողջ ընտրությունը, որը ենթադրում եմ այդ պատասխանը հասկանալի է որ նրա բացասական։ Սա է իրավիճակը։ Եվ ընդհանրացնելով այդ իրավիճակը, ընդհանրացնելով ներիշխանական համակարգային այդ գզվարտոցով այդ ծեծու ջարդով հանդերձ իշխանական համակարգը Հայաստանը 35 տարի տիրած վերընտրվեց, այսինքն նորից մնաց իշխանության։ Նիկոլ Փաշինյան եւ ռուսական 3 ռեսուրսային ուժերը մնացին իշխանության։ Իշխանության մեջ իշխանություն եւ որպես իշխանություն, իշխանական վարչակարգ եւ որպես ընդդիմադիր կողմ, ապա համակարգային, արտահամակարգային ոչ մի ուժ, չնայած այդպիսի ընտրությունների մեջ շատ քիչ էին այդպիսիք, բայց այնուամենայնիվ արտահամակարգային եւ ոչ մի ուժ չներգրավվեց։ Դա է
վերջնարդյունքը ցանկացած սցենարի պարագայում։ Դա է վերջնարդյունքը։ Եվ դա պետք է հաշվի առնել։ Անդրադառնանք նաև այլ պետությունների կողմից այս ընտրությունների ճանաչելուն, չճանաչելուն, որովհետև մենք ունենք Ռուսաստան, որը դեռ ասում է վերջնական ընտրություններից հետո կխոսամ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը որ շնորհավորում է ընտրություններում հաղթանակ տանելու համար, ինչ է կարծում, այս արտաքին քաղաքական ուժերի դիրքորոշումները ինչ որ ձևով ազդելու են ներքին քաղաքական իրավիճակի վրա։ Կարծում եմ ոչ թե ինչ-որ չափով ուղիղ են ազդելու, որտեվ ինչպես եւ ասացի, Հայաստանը արտաքին կառավարման ներկա է։ Ինչ եղավ այդ շնորհավորանքների հետ կապված։ Ռուսաստան արդեն ասացի։ Ամենաբարձր պաշտոնյաների միջոցով արտահայտեց իր դիրքորոշումը առ այն, որ իրենք արտահայտեն շնորհավորել չասենք ճանաչել չճանաչել ընտրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնարդյունքը հայտարարելուց հետո, բայց հնդածս չեն թաքցնում իրենց դժգոհությունը։ Եվ դա արտահայտվում է տարբեր գործիքներով, սկսած տնտեսական սպառնալիքներով, դրա մասին արդեն խոսել ենք հարկից Հայաստանին դուրս մղելու, Նիկոլ Փաշինյանը դա շատ հետաքրքիր էր։ Մամուլի ասուլիս ունեցավ Նիկոլ Փաշինյանը հերթական կառավարության նիստից հետո, որտեղ այդ հարցը տրվեց, բայց դուք չեք անհանգստանում, որ ձեզ հարկից, ասեցին հարկից կարող է ձեզ դուրս մղեն, լավ ասել է, որտեղ վճարումներ չեք անում, ասեց դե դուրս կմղեն, մենք դա կվերցնենք ի գիտություն։ Մյուս հարցը եղավ, բայց դուք չեք անհանգստանում, այնտեղ խոսնակը Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ հարցը բան անել, թույլ չտալ որ տրվի, բայց Նիկոլ Փաշինյանը ասեց չէ, ուզում եմ պատասխանել։ Ասեց չեմ անհանգստանում։ Մի քանի անգամ կրկնեց, ասեց չեմ անհանգստանում։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ չի անհանգստանում, որտեղ այլ երաշխիքներ ունի։ Եվ այլ երաշխիքները ովքեր են։ Այլ երաշխիքը դա Արևմուտքն է, դա Թուրք-Ադրբեջաններն են, կարող է մասամբ դա Հնդկաստանն է, կարող է անգամ մասամբ դա Իրանն ու Չինաստանն են, ես չգիտեմ։ Բայց որ Արևմուտքից ինքը երաշխիքներ են եւ թուրք-ադրբեջանցիներից, դա միարժեք է։ Հիմա ռուսները չեն թաքցնում իրանց դժգոհությունը, որ իրանց այս ընտրությունների վերջնարդյունքի որպես հետևանք իրանց ազդեցությունը էլի նվազելու է։ Չեն թաքցնում։ Այդ թվում փաստորեն մեր ամբողջ գյուղատնտեսական ապրանքը մուտքից Ռուսաստան եւ նույնիսկ տրանզիտից Ռուսաստանի միջոցով այլ երկրներ, օրինակ ԱՊՀ մյուս երկրներ, արգելեցին փաստացի։ Այսինքն գյուղատնտեսական հիմա մեր մոտ չէ բուրն բանի մթերքի ժամանակն է, որը պետքա հավաքել եւ արտահանել, հիմնական շուկան Ռուսաստան փակեցին։ Դրան արձագանքեց Եվրամիությունը, ասելով, որ մենք շուկա ենք բացում ձեր համար, մենք ձեզ դոտացիոն միջոցներ կտանք եւ այլն եւ այլն։ Բայց դա ինչքան հասկանում եմ, բավարար չի, դրա համար աքսիզի աճի խնդիր դրվեց, հա, սիգարետի վրա, նավթամթերքի վրա աքսիզի աճ լինելու, որպեսզի բյուջեը լրացում լինի, որպեսզի կարողանան դոտացիան տան, բայց դա իր հետևից այլ բան է բերելու, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտով եթե քո նավթամթերքը թանկանում է, մնացած ամեն ինչներ կսկսի թանկանալ։ Այսինքն միարժեք չի վիճակը, Ռուսաստանի ճնշումը շարունակվում է, եւ քաղաքական ճնշում եւ այլ մնացած հնարավոր գործիքներով։ Անդրադառնալով Արևմուտքին, Արևմուտքը Թրամփից սկսած մինչև մնացած բոլորը փաստացի շնորհավորել են։ Դա, այո, մեծ բան է, քարտ բլանշ է Նիկոլ Փաշինյանին, որ մենք քո մեջքին կանգնած ենք, դու շարունակի այն ուղղությունը, ինչ որ մենք քեզ թելադրում ենք, որ դու անես, այսինքն շարժը դեպի Արևմուտք, մենք քեզ տեր կկանգնենք։ Հիմա ինչքանով տեր կկանգնեն։ Ես դա արդեն ասեցի, որ պահին, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ փորձի շեղումներ անի եւ իր բնույթին հատուկ ֆլյուգերային շարժումներ անի, այդ իմ ասած ապա լեգիտիմ իշխանության բանը լծակը օգտագործվելու է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի գործունեության եւ ճկունության ազատության աստիճանները էապես նվազում են, անգամ Արևմուտքի այդ աջակցության պարագայում։ Բայց այնուամենայնիվ այդ ճանապարհը իր համար բացված է եւ այդ ճանապարհը ինչքանով է լայն բացված, դա էլ հասկանալի չի։ Դա էլ հասկանալի չի։ Եվ մոտակա ժամանակներս կարծում եմ, երբ որ այս հետընտրական այս աղլիկները կնստեն, մոտակա ժամանակներս պարզ կլինի, թե
նույն ԱՄՆ-ն իր ներկայությունը մասնապես դա TRIP-ի հետ է կապված, բայց ոչ միայն TRIP-ի հետ է կապված, հա, ներկայությունը տարածաշրջանում եւ կենտրոն որպես այս փուլում Հայաստանը։ Ինչքանով դա ինքը կդարձնի ինստիտուցիոնալ, դա շատ կարևորվում է։ Եվ այդ համատեքստում արդեն կարծում եմ դրա մասին կխոսենք, շատ կարևոր է ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը։ Շատ լավ, եկեք անցնենք ԱՄՆ-Իրան հարաբերություններին գովազդային ընդմիջումից հետո, սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ, մինչև ուրեմն կարճ ժամանակ գովազդից հետո մենք շարունակենք բավական հետաքրքիր քննարկում ԱՄՆ-Իրան իրավիճակի շուրջը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը ազգային օրակարգության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ եւ եկեք այս բաժնում քննարկենք Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որովհետեւ այստեղ էլ շատ այսպես դրամատիկ եւ անսպասելի զարգացումներ կան։ Մի օր Թրամփը ասում է, որ հեսա հարվածելու եմ այնպիսի հարվածով, որ իրանք երբեք Քաղաքակրթությունը վերանա։ Այո, եւ մեկ էլ մյուս օրը ասում է, որ այսա ստորագրելու ենք փող ամբարման ուշագիր։ Տեսեք, դե Թրամփի այդ մանիպուլյատիվ եւ պոպուլիստական այդ մոտեցումներին արդեն սովորել ենք, նես որ դրա վրա շատ մեծ ուշադրություն պետք չի դարձնել։ Ամեն անգամ ինքը փորձում է շատ մեծ արդյունք ցույց տալ եւ ներկայացնել ԱՄՆ հանրությանը, որ տեսեք մենք ինչ հաղթանակ ենք տարել, հակառակ կողմը դրան
դեմ քայլ իրապետում է իրավիճակը։ Իրապետում է, վերահսկում է, էսա ոչնչացրել ենք արդեն, էս չունեն, այն չունեն Իրանի մասով մասնավորապես, նավատորմ չունեն, չգիտեմ, հակաօդային պաշտպանություն, ոչ մի բան չունեն, մեկ էլ մյուս կողմը հենց այդ նույն օրը կամ մյուս օրը դրան լրիվ հակառակ բան անում եւ Թրամփը անկնում է տարբեր հիստերիկ վիճակների մեջ եւ սկսում է գորգռալ բան, բայց մյուս օրը էլի կամ հենց նույն օրվա վերջում էլի ասում է չէ, բայց եւ այլն հեսա մենք հաղթելու ենք եւ այլն կամ բան ենք անում, բանակցելու եւ գալու ենք ընդհանրության։ Իսկ Թրամփից դուրս կա Թրամփից դուրս ԱՄՆ-ն, կա Թրամփից դուրս ԱՄՆ պետությունը եւ պետական համակարգի համար պատասխան ներկայացուցիչները եկել են այն հանգրվանին, որ Իրանին այս միջոցներով, այս գործիքներով կապիտուլացնել հնարավոր չի։ Որպեսզի գնան Իրանի կապիտուլյացիա եւ բանի ռեժիմի կամ վարչակարգի փոփոխության պետք են այլ գործիքներ, այսինքն պետք է ավելի մեծ ներգրավվածություն, պետք է ցամաքային գործողություններ եւ այլն, պետք է մեծ ծախսեր եւ մեծ զոհեր ամենակարևորը, որին ԱՄՆ-ն պատրաստ չի եւ Թրամփի արդեն վարչակարգը պատրաստ չի, որովհետեւ հասկանալի է դա ԱՄՆ հանրության կողմից չի ընդունվի եւ դա ուղիղ կօգտագործվի Թրամփին առնվազն իշխանությունը նվազեցնելու, եթե ոչ իշխանազրկելու գործընթացի։ Դա համար պետք է գնան պայմանավորվածությունների եւ փաստացի գնացին դրան եւ այստեղ մի հատ մյուս կարեւոր գործոնը կա, երանգ որպես, բայց կարեւորագույն երանգ, դա նաեւ որ այդ բանակցություններն եւ դրա մասին խոսեց հենց ինքը Նետանյահուն, այս փոխըմբռնման հուշագրի բանակցությունը Իսրայելը չի մասնակցել։ Այսինքն Իսրայելին ԱՄՆ-ն չի ներգրավել դրանում, տեղյակ է պահել, բայց չի ներգրավել։ Եվ Նետանյահուն հենց դրա մասին խոսեց, որ մենք ներգրավված չենք։ Դա թվացial իբր թե Իսրայելին որոշակի ազատության աստիճան է տալիս, քանի որ ներգրաված չի, բայց դա այդպես չի, որտեղ Իսրայելը առանց ԱՄՆ-ի աջակցության Իրանի դեմ ինքը հնարավորություններ որպես այդպեսին չունի կամ շատ սահմանափակ են հնարավորությունները։ Իսկ ինչ է այդ փոխըմբռնման հուշագիրը։ Փոխըմբռնման հուշագիրը դա փաստացի նախապատրաստական փաստաթուղթ է մյուս ավելի մեծ պայմանագրի կամ համաձայնագրի բանակցությունների եւ կնքման համար, որը կարգավորի ԱՄՆ Իրան եւ ընդհանուր առմամբ Արևմուտք Իրան եւ իմ կարծիքով ընդհանուր մերձավոր Արևելք Իրան հարաբերությունները, այդ թվում Իսրայել-Իրան որոշակիորեն։ Այս փոխըմբռնման հուշագիրը տալիս է հնարավորություն այն մյուս բանակցությունները վարելու, տալիս է հնարավորություն զինադադարի, տալիս է հնարավորություն որոշակի գործիքների օգտագործման, մասնավորապես Հորմուզի նեղուցի բացման, ինչքան որտեղ արտահոսք կա որոշակի, այդ արտահոսքից իմիջիալից իրանական եւ ամերիկյան արտահոսքերը որոշակիորեն տարբերվում են, հա, բայց այնուամենայնիվ այդ արտահոսքերի համադրումով կարելի է ենթադրություններ անել։ Հորմուզի նեղուցի բացման որոշակիորեն Իրանի միջոցների ապասառեցման քննարկվում է միջուկային ծրագիրը, միջուկային զենքի մասին ոնց որ թե կա համաձայնություն, ոնց որ թե, բայց միջուկային ծրագրի վերաբերյալ պետքա դեռ բանակցեն, ինչա դա նշանակում, հարստացումը, հարստացված ուրանի դուրս տանելը Իրանից, թե պահպանելը վերահսկողության տակ Իրանում, այդ ամեն ինչը դեռևս պետքա բանակցվի։ Բայց այս հուշագիրը տալիս է, այդ փոխըմբռնման հուշագիրը տալու է այդ հնարավորությունը։ Եվ պատերազմը այս փուլում դադարելու է, եւ եթե չեմ սխալվում, դա հեղեղուկ է, որ 60 օրվա առնվազն ժամկետ կա, 60 օրվա ընթացքում այդ ամեն ինչը ինչ որ պայմանավորվել իրականացվելու է, եւ մյուս բանակցային փուլն է սկսվելու։ Միջայտ է սկսելու, բայց 60 օր այս պայմանավորվածությունը մնալու է ուժի մեջ, առնվազն 60 օր, ինչքան ես եմ հասկանում։ Այնպես որ հա Իրանը խոսում է մասին, որ պետքա որոշակի ռեպարացիաներ ստանա, կոմպենսացիա ստանա այն բաների համար, վնասների համար, որ ինքը կրել է այս պատերազմում։ Իսրայելը պնդում է, ոնց որ այդ խնդիրը դրված չի, որ պետքա սահմանափակումներ լինի Իրանի հրթիռների քանակի վրա եւ այլն, ոնց որ թե այդ խնդիրը դրված չի, այսինքն ասում են, որ վաղը, այսինքն այս շաբաթ ենք մենք այսօր, վաղը Կիրակի, այսինքն այս բանի շաբաթ Կիրակի այդ բանը փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի եւ արդեն մենք մյուս մեր հանդիպման ժամանակ արդեն կկարողանանք ավելի մանրամասն դրան անդրադառնալ, բայց մի բան մի արժեք է, որ այն վերջնարդյունքը ինչ որ ուզում էին ամերիկացիք չստացվեց, բայց իհարկե այն պահպանումը իր զորության, որը Իրանը ուներ մինչ այս պատերազմը
Իրանն էլ չկարողացավ պահպանել, երկու կողմերն էլ ունեցան կորուստներ, բայց երկու կողմերն էլ ունեցան նաև որոշակի ձեռքբերումներ։ Եվ դա փոխըմբռնման հուշագրի համար կարծում եմ բավականաչափ լավ հողա, որպեսզի կարողանան հետո դա զարգացնել։ Չեք կարծում, որ Իսրայելը կփորձի խափանել այդ փոխըմբռնման հուշագիրը, որովհետև ցանկացած խաղաղություն, որը առաջանա այդպես չպարտված կողմերի եւ հարձակվող կողմի եւ չպարտված կողմի մեջ, դա վտանգ է ներկայացնելու Իսրայելի համար։ Ես կարծում եմ, որ ձեր ասած բառը օգտագործեմ, որովհետև ձեր ասածի մեջ մեխը այդ բառն է, կփորձի։ Իհարկե կփորձի եւ փորձում էլ է հիմա։ Որովհետև այս քննարկումների ժամ բախում եղավ, չէ, Իրան-Իսրայել, որին ԱՄՆ-ն մասնակցեց, Իրանը խփեց նաև ԱՄՆ-ի այդ ներկայությանը տարածաշրջանում, բայց միևնույնն է, Թրամփը էլի թուրը հանեց, ասենց եմ անելու, նենց եմ անելու, բայց միևնույնն է, գնացին փոխըմբռնման հուշագրի։ Իսրայելը անպայման փորձելու է, որովհետև Իսրայելի իմ ընկալմամբ եւ իր Նետանյահուի այսպես կոչված բաներով հայտարարություններով Իսրայելի վերջնանպատակը Իրանը որպես գործոն, որպես մրցակից, տարածաշրջանային մրցակից, էլ չեմ ասում հակառակորդ կամ թշնամի, չլինելն է, այսինքն Իրանի զորության վերջնական ոչնչացումն է։ Դա չի ստացվել ու ես վստահ եմ, որ չի ստացվելու, բայց Իսրայելը անպայման փորձելու է։ Այնտեղ կա նաև մեկ ուրիշ հզոր խաղացող, ես նկատի ունեմ Թուրքիան, որը Իսրայելի հետ այդ հարաբերությունների սրացում ունի որոշակի մակարդակով։ Տեսեք, Թուրքիան այդ սրացումը միշտ էլ ոնց որ թե միշտ ունեցել են, բայց ես դրա այդ սրացմանը անկեղծ ասած այդքան խորքային իմաստով այդքան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև ոնց կարա Թուրքիան ունենա տես լուրջ լրջագույն սրացում, ոնց որ ներկայացնում է Էրդողանը կամ Իսրայելը անընդհատ բառամաթերքով իրար բան են անում, բայց Թուրքիայի պրոքսի Ադրբեջանը Իսրայելին մատուցում է ամենամեծ ծավալը այն անհրաժեշտ նավթամթերքի, որը վառելիքի, որը Իսրայելը ունի, տես չի լինում։ Տես չի լինում պարզապես։ Այսինքն այդ բանը բեմադրությունը կա, բայց ես վստահ եմ, որ երբ որ դա գործողությունների է վերածվում, իսկ գործողությունները ցույց են տալիս, որ խորհրդային համագործակցություն կա թուրքերի եւ հրեաների, տվյալ դեպքում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Այստեղ ուրիշ բան կա, որ ուրիշ լրջագույն խաղացողներ կան, արաբական աշխարհի լրջագույն խաղացողներ կան։ Մասնապես Սաուդյան Արաբիան կա, որ նույնպես Իրանի հետ ունի տարածաշրջանային մրցակցության խնդիր։ Կա Եգիպտոսը, որը մի քիչ ավելի բան, այսպես ասած, համագործակցող դիրքորոշումներ ունի։ Եվ մերձավոր արևելքում վերահսկողություն մի ուժի իմ կարծիքով չի լինելու։ Եվ ԱՄՆ հովանու ներքո եւ դա լինելու իմ կարծիքով, այսինքն Թրամփը որ այդ Աբրահամյան համաձայնագրերի մասին պարբերական խոսում է, դա հետեւյալն է։ Ամերիկյան վերահսկողության հետո ներքին հակասություններով հանդերձ լինի պայմանավորվածություններ, սրացումներ պարբերաբար լինելու են բնականաբար, բայց լինի պայմանավորվածություններ, իսկ պայմանավորվածությունները կարող են լինել կայուն համեմատաբար, եթե լինի հավասարակշռում, այսինքն Իրանն է պետքա լինի, Իսրայելն էլ պետքա լինի, եւ Սաուդյան Արաբիան է պետք լինի, եւ նաեւ Թուրքիան ձեր ասած։ Շատ լավ, եկեք հաղորդման վերջի հատվածը նվիրենք ԵՄ անդամակցության այդ գործընթացներին, որը սկսեցին այդ մասին խոսակցությունները եւ որոշակի գործողություններ Ուկրաինայի եւ Մոլդովայի մասով։ Տեսեք, երկուսն էլ այս Իրանի մասին խոսեցինք, բայց դրան չանդրադարձանք, անդրադառնամ հիմա Իրանի այս վիճակի որոշակի հանդարտեցումը, այսինքն պայմանավորվածությունը ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակում եւ հետագա բանակցությունը անմիջական ազդեցություն անելու Հայաստանի վրա։ Անմիջական ազդեցություն անելու հաշվի առնելով որ Իրանը հարևան երկիր է մեկ եւ հաշվի առնելով որ հայ-իրանական հարաբերությունները ԱՄՆ-Իրան եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները դա շատ կարեւոր է եւ այդ տեսակետից մենք Հայաստանը եւ հայությունը որպես այցին հերթական հնարավորությունն է ստանալու ավելի ամուր կանգնելու որպես պետություն պետականություն ոչ իհարկե Նիկոլ Փաշինյանի օրոք մյուսը դա Եվրոպայի այսպես ասած ուղղվածությունն է որ Հայաստանը եթե ռուսական ծիրից հեռանում է ապա մյուս ճանապարհը Եվրոպան է եւ եվրոպացիների հետ դրա մասին այդ խոսակցությունը կա իմիջիալս դրան ես չեմ հիշում ճիշտ ասած անդրադարձել ենք թե չէ բայց դրա մասին շատ կարեւոր բան ասեց Մակրոնը երբ որ Հայաստանում էր նա տարբերակում դրեց եվրոպական լինելու եւ Եվրամիության անդամ լինելու մասին միջև ասեց
Եվրոպական լինելը դա պարտադիր չի Եվրամիության անդամ լինել, բայց եվրոպական, դուք եվրոպական երկիր եք, մենք ձեզ այդպեսին ենք ընկալում, եւ մենք այդ տեսակետից ձեզ կտանք հնարավոր առավելագույն աջակցությունը։ Եվրամիության անդամակցության խնդիրը դա առանձին խնդիր է, դա առանձին քննարկման խնդիր է, բայց որպես եվրոպական երկիր մենք ձեզ այդպես ենք դիտարկում եւ դուք մեր մաս եք։ Հիմա Մոլդովայի եւ Ուկրաինայի մասով Եվրամիության անդամակցության կարևորագույն շարժ եղավ 3, եթե չեմ սխալվում։ Եվրամիությունը որոշում ընդունեց սկսել անդամակցության բանակցությունները, որտեղ կարգավիճակը տրված էր, հա, որպես տեխնացու, բայց անդամակցության բանակցությունները դեռևս սկսված չէին հենքային, առաջի, այսպես ասած, կլաստերը, որ ոնց որ իրանք են անվանում։ Եվ երեք որոշում ընդունվեց, որ Մոլդովան եւ Ուկրաինան սկսում են այդ բանակցությունները, այդ կլաստերը բացվում է, եւ դա նշանակում է, որ ժամացույցը միացրեցին։ Ինչ որ ժամանակ հետո եւ բանի Մոլդովայի եւ Ուկրաինայի համար ժամանակը կարող է կարճ լինի համեմատաբար, հա, որտեղ նորից ռուսական ծիրից պոկելու ամենաարագ գործընթացը դա կարա դառնա։ Ну, համատաբար կարճ, բայց դա կարծում եմ լինելա միևնույն տարիներ, բայց դա նաև ճանապարհ է այնպիսի երկրների համար, որը Հայաստանի դեպքում դա տարիներ չի, կարծում եմ տասնյակ տարիներ են, եթե մենք գնանք անգամ այդ ճանապարհով, բայց դա նույնպես ինչ նկատի ունեք, որովհետև ասենք օրենքների համապատասխանություն կամ ինչ էլ։ Չէ, ի նկատի ունեմ հետևյալը, բանի պայքարի սրությունը Ռուսաստանի հետ։ Եթե Մոլդովան եւ Ուկրաինան պատերազմի մեջ է 5 տարի եւ Մոլդովան է սուր հակամարտության մեջ է բանի Ռուսաստանի հետ, չմոռանանք, որ Հայաստանը այս ամեն ինչ որ մենք խոսենք, դրանով հանդերձ ռուսական բոլոր ինտեգրման բաներում գործիքներում առկա է։ ԱՊՀ-ից սկսած Ռուսաստանը սկսեց Հիմա սկսեց թե չէ մենք մոտակա ժամանակներս կտեսնենք։ Ինչքան Ռուսաստանը սրի, այնքան Եվրամիության վերաբերմունքը մեր նկատմամբ դրական կփոխվի։ Այնպես որ դա փոխկապակցված է, անմիջական փոխկապ։ Մենք ուզում ենք հաճախ 2 աթոռի վրա նստենք կամ 10 աթոռի վրա նստենք, դա տենց չի լինում։ Երբ որ աշխարհում կա ուղիղ հակամարտություն, հայկո հակամարտող կողմի հետ դու ոնց կարաս նույն կարգի բարեկամություն ունենալ, դա հնարավոր չի։ Պետք է ինչ-որ պահի ընտրանք անես։ Այնպես որ նորից Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում ես կարծում եմ դա ավելի արագ կլինի, Հայաստանի դեպքում կտեսնենք եւ ընդհանրապես Հայաստանը կգնա այդ ուղիով թե հերթական խապկանքն է եւ հերթական խոսակցությունն է, մոտակա ժամանակներս ավելի ակնառու կլինի։ Դե ինչ, սրանով եկեք ավարտենք այսօր մեր քննարկումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։